Այդ նահանջը Ալիևն է դեռևս իր խոսքերից կամաց արձանագրում։ Չինաստանում ինքը հայտարարեց, որ Զանգեզուրի միջանցքը այլևս իրողություն է բացվում է։ Հետո Փաշինյանն այնտեղ իրան քննադատեց, որ այդպեսի բան մենք չենք պայմանավորվել։ Եկավ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ասեց Տրամպի ուղին է բացվում Զանգեզուրի միջանցքով։ Տրամպի ուղին մցրեց Զանգեզուրի միջանցքով, որից հետո էլի հակադարձումը ստացավ եւ հիմա կարծես թե կա ընկալում ընդհանուր, այսպես համաձայնություն, որ չօգտագործվի այդ Զանգեզուրի միջանց բառակապակցությունը։ Բայց ամեն դեպքում հարցը դա չի։ Ինքը շարունակելու է այդ նախապայմանները, ինքը շարունակելու է սադրել, որտեղ ինքը լավ վիճակում չի այսօր։ Ինքը դեստրուկտիվ կողմի դերում լինելուց բացի, ինքը նաև այդ պայմանավորվածությունների բեռի տակ է մտել, որը որ եթե չանի, ավելի վատ իր համար, բայց ինքը ուզում է չանի, եւ դրա համար ուզում է շարը գցի Հայաստանի վրա, որ Հայաստանը մի բան անի, որ ինքը հիմք ունենա չանելու, չվավերացնելու։ Այդ ԱՊՀ երկրների սպորտային խաղերի թեմայի մեջ մենակ այդ չի, Ջեբրայելի ազատագրում են նշում, 5 տարի անցել է, ամեն տարի նշում են հերիք չի, հիմա արդեն խաղաղության պայմանագիրը նախաստորը, էլի Ջեբրայելի ազատագրում, Գանջայի ռմբակոծում, բան, լրիվ իրենց լրատվամիջոցները հեղեղված են, այս տարին լրացա, որ քանի անգամ Գանջան ռմբակոծեցին, հաթաթ հիմա գյուղ առ գյուղ պետք է նշեն։ Պարզ է, չէ՞ ինչ կոնտեքստ, խաղաղության գնացող երկիրը այդպես բան չի անում, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, որ ինքը ուրիշ ճար չունի, պատերազմ չի կարող սկսել։ Դրա համար ռետորաբանության մակարդակով փորձում է սրել հարաբերությունները, լարել հարաբերությունները, սադրել Հայաստանի, որ Հայաստանի իշխանությունները ինչ-որ մի քայլ անեն, որը իրենց համար հիմք կհանդիսանա, որ աշխարհը չասի դու ես դեստրուկտիվ ինչ-որ երբ որ չես վավերացնում։ Թեև Նենց չի, որ Միացյալ Նահանգներում ասում են, որ հենց վաղը կստորագրվի այդ խաղաղության պայմանագիրը, իրանք իրենց գործը անում են։ Տրամպի ուղին թող աշխատի, թող ապա շրջափակվի ճանապարհները։ Այդ խաղաղության պայմանագիրն էլ ավելի վատ իրենց համար, ինչքան շատ ձգեն, հաստորագրել են, եվրոպական դիտորդները ընդեղից կհեռանան սահմանից, մենակ այն դեպքում, երբ որ արդեն վավերացվի վերջնական։ Քան դեռ չի վավերացվել, եվրոպական դիտորդներն էլ նախկին եւ մեր հայցերն էլ շարունակում են մնալ միջազգային ատյաններում։ Չնայած չգիտեմ ինչ տեմպով անդ է քննվում, որտեղ դա միջազգային դատարանը միջազգային է քննում, եթե ինքը բան հատուկ հրատապ միջոց չի պահանջում, այդ հրատապ միջոցի մասով արդեն վճիռները կայացել է մեր օգտին։ Հիմա մնացածը թող այնքան ձգի, մինչև այդ վճիռներն ունենանք ավելի լավ։ Մոլդովան կարծես թե հետաքրքիր արդյունքներ արձանագրեց ընտրություններին։ Այո, ջարդուփշուր արեց 5-րդ շարաշուն եւ դուրս շպրտեց լրիվ այդ ազդեցությունը ռուսական եւ հավիտյան փակեց ռուսական ազդեցության բերանները Մոլդովայում։ Եվ դա արեց էլի համարցակ բառը պետք է օգտագործենք համարցակ քայլերի շնորհիվ։ Այս այն դեպքն է, որ համարցակությունը շատ ողջունելի է եւ ռիսկային չի։ Ինչ արեց։ Արգելեց այն կուսակցությունների մասնակցությունը ընտրություններին եւ դաշինքների, որոնք որ ապացուցված էր, որ ռուսական հետագիծ ունեն, ռուսական հովանավորչություն ունեն, ռուսական ֆինանսավորում ունեն։ Չխորշեցին, բռնեցին, արգելեցին եւ շատ լավ արեցին։ Փակեցին են լրատվամիջոցները, դեռ այդ վերջում չեղավ, այդ տարիներ շարունակ այդ գործընթացը գնում է, որոնք որ ֆինանսավորում սնվում են Ռուսաստանից։ Ինչ որ Հայաստանում ասենց ամուր սպինդ իշխանությունը բռնել են, որ հանգարց այդպիսի բան չանենք, որովհետև ինչպես ասեց Նիկոլ Փաշինյանը, Բապուտինի հետ հաց ենք կերել, ոնց կարանք իրենց լրատվամիջոցները փակենք։ Դե թող ուրեմն հիբրիդային պատերազմ անեն, ինչ որ անում են, դե թող շարունակեն։ Բայց քեզ Բերանն էլ ասեց, որ հիբրիդային պատերազմի այդ 2020 թիվը Փաշինյանի ելույթն էր, Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի մաս էր կազմում։ Հա, բայց նաև իրենց ներկայացնողները ասում են, որ այս առաջիկա ընտրություններին էլ ընթառաջ տեսնում են արդեն այդ հիբրիդային պատերազմի ուժգնացումը։ Հա, մենք էլ ենք տեսնում, որ գիտեք, հիբրիդային պատերազմի վտանգը եւ արդեն ծավալվում է։ Գլխավոր դերակատարներին հիբրիդային պատերազմի ռուսաճորտ կուսակցություններին եւ ռուսաճորտ լրատվամիջոցներին ինչի՞ չեք փակում։ Ասենք պետք է խազին հասնի ամեն ինչ, հա, ոսկորին հասնի դանակը նոր անեք։ Ամենը պետք է աշխատի, իշխող ուժը պետք է աշխատի։ Այն ինչ որ իրենց մոտ դժվար է ստացվում, հատկապես պարլամենտում։ Օրենքներ պետք է ընդունի, ինստիտուցիոնալ հիմքերը պետք է ստեղծի, որ վաղը եթե այդ փակումները անեն, դատարանով չվերականգնվեն։ Օրենքը այնքան հստակ լինի, այնքան ուժեղ օրենքներ գծեն, ստեղծեն, գրեն, որը վստահ եմ Եվրոպան էլ, Վենետիկի հանձնաժողովն էլ վավերացնելու են, ասելու են օքեյ է։ Որ այդ օրենքները ոչ մի
ռուսական խամաճիկ ագենտ դատավոր չկարողանա շրջանցի եւ ասի, չէ, այս օրենքին չի անպատասխանում ձեր որոշումը, պետքա մնան այդ կուսակցությունները մասնակցեն, այդ լրատվամիջոցներին իրավունք չունեք փակելու։ Իսկ այդ դատական համակարգի ռևանշի փորձն էլ արվելու։ Այդ X պահի են սպասում բոլորը, որ միանգամից այդ բոլոր տեղերից պետական համակարգի միջի սաբոտաժ անողները միանգամից գլուխները բարձրացնեն։ Չգիտեմ, այդ երբ կլինի ընտրություններից մի ամիս առաջ կլինի, 3 ամիս առաջ կլինի, թե կարող մի ամիս հետո այսօրվանից սկսած լինի, բայց այդ ամենի դեմ պետքա գլխանց առնել աշխատանքով, այդ թվում օրենսդրական հատկապես։ Որը որ մի օրենք գրելը, ընդունելը տարիներ է տևում այս քաղաքական ուժի մոտ։ Այսօր տարածաշրջան է մտնում Միացյալ Նահանգները եւ այսօր տարածաշրջանում է արդեն Եվրամիությունը։ Եվ եթե Հայաստանի իշխանությունները ամուր կանգնեն իրենց տեղում եւ ճիշտ քայլեր անեն եւ ել եմ ասում աշխատեն, ոչ մի բան էլ տեղի չի ունենա։ Ոչ մի ռուսական խամաճիկ Հայաստանում հիմք չունի, ոչ հասարակական հենարան ունի, որտեղ հասարակությունը ժողովուրդը լավ հասկացել է իդեմ Ռուսաստանի ում հետ մենք գործ ունենք, ինչ դավաճանական մի հատ երևույթի հետ ինչ գործ ունենք, Հայաստանի թիկունքին անդադ հարվածող անցած դարեսկզբից սկսած մեր տարածքները հերթով հանձնող թուրքերին, ադրբեջանցիներին, իրենց ագենտուրան միշտ Հայաստանի շահերի դեմ օգտագործելով, ստեղի հայազգի ագենտուրան նկատի ունեմ։ Հայ ժողովուրդը դա հասկացել է։ Այդ հիմքը իշխանությունը արդեն ունի, բայց հիբրիդային պատերազմը ոչ մեկ չի չեղարկել։ Եվ այդ հիբրիդային պատերազմի միջոցով կարելի է այնպես ապականել այդ ամեն ինչը, որ ժողովուրդը ուղղակի մի զգալի մասը չգնա ընտրությունների հիասթափված, եւ արդեն դրան են տանում։ Այդ անդադ Չ կլասից ներքև իջացնելով բանավեճը, անվանարկումներով, անվայելուչ ինչ-որ արտահայտություններով փորձելով իրար պիտակավորել, վիրավորել եւ այլն, ինչ են ուզում ապականեն, սարքեն կեղտի հետ խառնեն ընտրական process-ը, ինչպիսին իրենք են բնույթով։ Ուզում են այդպեսին դարձնել նաեւ ընտրական process-ը, այդ 5-րդ շարասյան մասնախոսքը։ Հիմա այդ ամենի դեմ ինստիտուցիոնալ ամուր պայքար է պետք տանել, որ բոլորին պատասխանատվության ենթարկել, իսկ որտեղ պետք է ուղղակի փակել, արգելել դրանց մասնակցությունը եւ մեդիա դաշտում եւ ընտրություններում։ Մոլդովայում դուք տեսել եք մի մեղադրանք լինի միջազգային որևէ հեղինակավոր կազմակերպության կողմից, որ այնտեղ քաղաքական հետապնդում է եղել։ Եթե դու ռուսական գործակալներին դուրս ես շպրտում ականջներից բռնած, դրա ինչ քաղաքական հետապնդում։ Եթե դու լուստրացիա չես անցկացրել, ինչ հիմքով ես դուրս շպրտում։ Դրա համար եմ ասում, բայց ինստիտուցիոնալ հիմքերը պետքա ստեղծվի, ընդ որում պարտադիր չի տեղ լուստրացիա լինի։ Կոնկրետ քայլերի դեպքում Բայց եթե բացահայտվում է ինչ-որ ֆինանսավորումն է ռուսական, եթե ազդեցություններ է բացահայտվում, այդ ամեն ինչի հիմք է։ Իսկ այն ռուսական լրատվամիջոցները, որ արդեն բոլորս գիտենք, որ ռուսական են, պաշտոնապես են ռուսական եւ ինչ-որ մեր ներքին գործերի ներգրավող խառնվող բաներ են, որոշումներ են կայացնում եւ իրավիճակներ են ստեղծում եւ կեղծ լուրեր են տարածում եւ արդեն հիմք է, որ իրանց փակել։ Ինչի մասն է խոսքը։ Եթե հասարակությունը, իշխանությունները, ժողովրդավարական անդիմությունը ճիշտ հունով կարողանան տանեն իրավիճակը, ոչ մի վտանգավոր իրավիճակ էլ չկա։ Այն անդիմադիր ուժերը, որոնք որ Հայաստանի անկախության կողմնակից են։ Բոլորն են կողմնակից, մեկը մյուսին վիրավորում է, ասում է դու անկախության դեմ ես, նա ասում է դու ես անկախության, դու ուզում ես պետությունը քայքայվի, դու ասում են նա, դու ես ուզում պետությունը քայքայվի։ Քիչ է։ Ասում հա դու էլ ասա, այտենց դու էլ ասելով քիչ է։ Բոլորը ես նկատի ունեմ ոչ թե նրանք ովքեր ասում են, այլ որ նրանք ովքեր են։ Ես գիտեմ ովքեր են։ Մենք ունենք այդ կուսակցությունները, մենք աշխատել ենք, Եվրոքվե ենք կազմակերպել այդ կուսակցություն, որոնք գիտենք հաստատ, վստահ ենք, որ իրենք ինքնիշխանության ջատագով են, անկախության ջատագով են։ Այդ ուժերը հիմա նաև մասնակցում են այս կամ այն ձևով ընտրությունների։ Առաջիկայում մեջ միացնում տեխնացիոնի հանրապետություն կուսակցությունը, Հարություն Մկրտչյանը մեր լավ գործընկեր Եվրոքվեի նախաձեռնության անդամ։ Այդ ուժերը այլ տեղերում կարևոր ակցիաներ են կազմակերպում, օրինակ Գյումրիում ռուսական ռազմաբազայի դեմ հանուն հանրապետության կուսակցություն եւ եվրոպական կուսակցությունը կազմակերպեցին ակցիա։ Ուզում ասեմ, այդ ուժերը աշխատում են, գործում են եւ իրենք կանգնած են որպես Հայաստանի ինքնիշխանության եւ նաեւ անկախության եւ ժողովրդավարության պահապանների դերում։ Եվ դրա համար էլ իրենք հիմնականում թիրախավորված են այսօր ռոբասերժական այդ 5-րդ շարասյան կողմից եւ նրանց հարող եւ նրանց շուրջ ձևավորող նորանոր ուժերի Ծառուկյան Գագիկն է վերադառնում էլի հերթական անգամ գնալ գալուց հետո այդքան մենք այդպիսի քաղաքական գործիչ ունենք որ այդքան գնացած եկած լինի խոստացած որ չի գա հետո վերադարձած հետո էլի գնացած գրեթե բոլորն էլ այդպիսի չէ այդպիսի գնալ գալ չի եղել քաղաքական ասպարեզ կամ Սավել Կարապետյանի այդ ուժը կամ չգիտեմ հայ առաքելական եկեղեցուն են ուզում վերածեն կուսակցության
առաջ ասում ենք հանրապետական կուսակցության Արարատյան թեմի առաջնորդարան, հիմա պաշտոնականացնում են, փորձում են պաշտոնականացնել ցավոք սրտի, հետո էլ ասում են մեր ազգային ինստիտուտները, բայց ազգային ինստիտուտները ապականեք, դարձնեք կուսակցական, ինչ ազգային ինստիտուտ կմնա այնտեղ։ Դուք եք ապականողը գլխավոր։ Եվ շատ լավ է, որ ձեզանից կամաց ազատում են պետություններ, պետք է այո դրանում մասնակցի, եթե ուրիշ ճաշ չկա, եթե բռնազավթել եք եկեղեցին, ձեր քաղաքական կուսակցական այդ շահիկներով ու դրսի ազդեցություններով, պետք է մաքրել ուրեմն։ Ցնցումներ կարծում եք որ լինեն։ Ոչ, այդ ամենը շատ հանգիստ կարելի անել։ Հիմա ինչ որ արվում է, ցնցում լինում է, ոչ մի ցնցում էլ չի լինում։ Մի քանի տասնյակ հոգի գնում են, գորգռում են եւ վերջ։ Թե ինստիտուցիոնալ հիմքերը ստեղծի եւ հարաբերություններն ու համագործակցությունը հասարակության եւ ժողովրդավարական ընդդիմության հետ ճիշտ ձևավորի, ձեռքի տված մենք ժողովրդի հետ միասին այդ հարցերը շատ հանգիստ կլուծենք։ Ոնց որ Մոլդովայում շատ հանգիստ լուծեցին, Ռուսաստանին ականջին կվերցնենք, դուրս կշպրտենք տարածաշրջանից։ Այնտեղ Մարիա Սանդուն կար։ Իսկ Եթեչյանի իշխանությունը, որը չենք տեսնում դեռ։ Առաջնորդներ եւ իշխող ուժի եւ ժողովրդավարական ընդդիմության, որոնք որ այդ ամենը շատ լավ տեսնում են եւ մնում է որ մի քիչ ավելի համարձակ քայլեր անեն, որի կոչի ես անում եմ։